Երևանի քաղաքապետարանը շարունակում է քաղաքային միջավայրից հեռացնել գրաֆիտիներն ու որմնանկարները, այդ թվում Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների դիմանկարները։ Քաղաքային իշխանությունները գործընթացը բացատրում են բարեկարգման աշխատանքներով։ Զոհվածների հարազատներն անընդունելի են որակում այս մոտեցումը։ Հոգեբանները զգուշացնում են, նման պատկերների հեռացումը հարազատների շրջանում կարող է հանգեցնել կորստի զգացողության խորացմանը։ Իսկ մշակութային գործիչներն ընդգծում են, դրանք որպես քաղաքային հիշողության մաս պահպանելու կարևորությունը։ Քաղաքապետարանից նշում են, որ այսուհետ նմանատիպ պատկերներ ստեղծելու համար անհրաժեշտ կլինի ստանալ հատուկ թույլտվություն։ Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում մի քանի շենքերի պատերին դեռևս պահպանվում են հերոսների նկարները, սակայն զուգահեռաբար իրականացվում են ջնջման աշխատանքներ։ Մասնավորապես արդեն մաքրվել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գետնանցումի պատին պատկերված 44-օրյա պատերազմի հերոս Հայկազ Մկրտչյանի եւ Երևանի պետական համալսարանի գետնանցումի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի դիմանկարները։ Գիտական գրականության մեջ նման որմնանկարները դիտարկվում են որպես հիշողության կրողներ, որոնք նպաստում են պատմական հիշողության պահպանմանը։ Armenia Today-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում, պարզելու, թե ինչպես են գնահատում այս գործընթացը եւ ինչ այլընտրանքային տարբերակներ են առաջարկում քաղաքային միջավայրում հերոսների հիշատակը վառ պահելու համար։ Լավ չեմ գնահատում, ինքնատես հիշատակ կա լավ բան է քաղաքի համար։ Դա սրանով չի պահվում ամեն դեպքում ավելի մեծ է իրենց հիշատակը, բայց հենց փաստը որ ջնջվում է, կարծում լավ չի։ Դա մեր հիշողությունը ոնց կարած ջնջես, դա մերն է, մեզ է պատկանում, մեր հայ ազգին, դա սխալ է։ Իրանք կջնջեն, մենք նորից կնկարենք։ Ես վատ եմ վերաբերվում։ Դպրոցներ անվանակոչելով, հետո այցելելով, հետո որ հերոս են, չէ՞։ Ինչպես որ նախկին պատերազմներին ա եղել, սերունդներ են դաստիարակվել ու ընկերվել իրենց պետք է, որտեղ ոչնչով չեն զիջում իրենց սխրանքներով հայրենիքի հանդեպ։ Մեր երկրում այնքան անհեթեթ բաներ կան, որ մի հատ ավել, մի հատ պակաս, ինչ ասեմ, ինչ եք սպասում, ես ասում։ Ուզում հասկանամ դա որ Ես ուղղակի ափսոսում եմ այդ երեխեքին, այդ տղաներին, որ գնացին զոհվեցին նման, ասենք, ժողովրդի համար։ Ուրիշ պատասխան չունեմ էլ այդ շատ եմ ափսոս։ Իսկ այդ տղաների հիշատակը ինչպես կարելի է ճիշտ պահել քաղաքում։ Բարդ հարց եք տալի, դրա համար պետություն կա, դրա համար մտածող մարդիկ կան, որ իրանք պետք է առաջարկություններ անեն, ժողովուրդն կամ համաձայնողի կամ, բայց կա որևէ առաջարկ, հա, ոնց պահեն։ Ես տեսա այստեղ շենքի պատին նկարված նկար կար, դուք տարածքի բնակիչ եք։ Չէ, ես տարածքի բնակիչ չեմ, բայց շատ հարգանքով եմ վերաբերում թե տղաներին, թե իրանք ծնողներին։ Ու շատ եմ ափսոսում, միշտ պատերազմի ժամանակ ամենալավ մասսան է զոհվել։ Դա նուրբ հարց է, դրան պետք է շատ զգուշ պատասխանել, կամ ընդհանրապես զերծ մնալ նման անզգույշ քայլերից։ Շատ վատ, ես դեմ եմ։ Իսկ այս տղաների հիշատակը ինչպես է պետք վառ պահել քաղաքում։ Ծնողներից գործնա եւ բոլորից գործնա վառ պահելը։ Հակապ Նիկոլագան են երևի դրա համար էլ ջնջում են։ Բացասական։ Անկեղծ ասած չգիտեի որ ջնջում է, բայց կարծում եմ ոչ նորմալ, բնականաբար վատ։ Իսկ ինչպես այս տղաների հիշատակը կարելի է վառ պահել քաղաքում։ Իսկ թվում է որ հիշում ենք բոլորս, արդեն վառ ենք պահում, հնարավոր չի դա մոռանալ։ Մենք մեր հերոսներն ամեն դեպքում հարգում, սիրում, ընդունում ենք, իրանք մեր ազգի բարձրացել, մնացած արդեն չենք քաղաքականացնում, չեմ ուզում հարցը քաղաքականացնենք։ Դե կան ընդհանուր կանոններ երևի քաղաքի արտաքին տեսքի հետ կապված, բայց արդեն որ կար, էլ ջնջելու իմաստը չեմ կարող հասկանալ։ Չեմ կարծում, որ շենքերի վրա նկարելով ենք հենց վառ պահում ենք, ամեն օր պետք է խոսենք իրենց մասին։ Դպրոցներում օրեր ունենանք հատուկ այդ մասին քննարկելու համար, կարծում եմ։ Սրիկայություն է։ Թուրքն է դեպս վանկան, իրանք էլ էլի քիչ են տարբերվում։ Սրտերում պետք է մնա, եթե չեն թողում։ Բայց մարդիկ ինչ-որ բան պետք է անեն, բողոքի ինչ-որ ակցիաներ բաներ անեն դրա դեմ։ Եվ ոչ միայն դրա դեմ։ Ինձ թվում է սխալ են անում, որովհետև ամեն դեպքում իրանք մեր հերոսներն են, որ պետք է նրանց մասին մեր երեխաները, մեր ապագա սերունդը անպայման իմանա իրանց մասին։ Իսկ ինչպես նրանց հիշատակը կարելի է վառ պահել քաղաքում։ Ինձ թվում է հենց դրանից էլ պիտի սկսեինք, որ չմաքրեինք նկարները։ Այդպես պետք է իրենց հիշատակը պահեինք։ Լավ չեմ վերաբերում ամեն դեպքում ջնջելու իմաստը։ Եթե նկարելու մեջ իմաստ են գտել նկարելը, այս դեպքում ջնջելու իմաստը որն է։
նկարարնաչներս էլ չներ ցավալչներ։ Նույն չէր որ նա պատերի, կոնկրետ պատերի վրա անհրաժեշտ էր այդ նկարը։ Ցավ եմ գտնում, բայց սա ամեն դեպքում ցավոտ եմ գտնում երկրորդը։ Շատ ցավալ եմ տանում։ Ինչպես կարելի է այս տղաների հիշատակը միշտ վառ պահել քաղաքում, ձեր կարծիքով։ Ինչ որ հասարակական միջոցառումներով, նմանատիպ բաներով էլի։ Էցեվով թե չէ պատի վրա հերոսի նկարել մենք գիտենք հիմա նրանց հետո ջնջվել ու մի տեսակ ինչ է, հա ինչ որ մի բան է, բայց ամեն դեպքում գեղարվեստական բան չէ։ Դե իմ համար դա նորմալ չի, դե մեր հերոսներն ավ իրանք միշտ պետք է մեր հետ լինեն, իրանց նկարները հավերժ մեր հետ պետք է մնան։ Իսկ ինչպես այս տղաների հիշատակը կարելի է վառ պահել քաղաքում։ Դե չգիտեմ, դա եւի մի հուշարձան ինչ-որ բան, ինչպես որ ասենք Եռաբլուրն են կառուցել, ինչպես որ Ծիծեռնակաբերդն են կառուցել, ինչ-որ այդպես հիշարժան տեղ կառուցել, ու որ մենք բոլորս միշտ հավերժ հիշենք, որ ինչպես 115 տարի անց է մենք հիշում ենք մեր զոհերին, մեր 1 միլիոնին, նույն ձև էլ մեր հերոսներին, մեր սերունդները կան, տեսնեն, մենք պատմենք, հասկանան, որ այդ ինչի համար է այդ կառույցը, ինչի պատվին է, ինչքան զոհեր ենք ունեցել, որ մենք հիմա այստեղ ենք, որ հիմա իրանք կան, որ իրանց կյանքի շնորհիվ մենք արդեն ապրում ենք, որ մենք հավերժ իրանց երախտապարտ պետք է լինենք, իրանց հարգենք ու մեծարենք։ Անկեղծ ասած ես չեմ տեսել որ ինչ-որ հերոսի ջնջում են, տենց էդի սխալ արտահայտություն է ընդհանրապես։ Նկարները ջնջելու մասին։ Չէ, նկարները դե հիմա ամեն ինչը պիտի գեղեցիկ լինի, եթե նկարները ինչ-որ հերոսի մասին չի հիմնված, հերոսին չի վերաբերում։ Դա ավելի շատ քաղաքի գեղեցկությունն է։ Շատ վատ են վերաբերվում։ Դա Աստված որ գա մի օր, որ փոփոխվի իրանց մտածելակերպը ու արժևորեն այն հերոս տղերքին ու շնորհիվ որ մենք հիմա ապրում ենք։ Իսկ ինչպես է կարծում, ինչպես կարելի է քաղաքում այս տղաների հիշատակը վառ պահել։ Ես կարծում եմ որ մեզանից յուրաքանչյուրը պետք է իր գործով զբաղվի եւ այն ինչը որ իրան չի վերաբերվում մասնագիտորեն չներխուժի այդ ամեն ինչի մեջ։ Ես սպորտսմեն եմ, կատարում եմ իմ գործը, տալիս եմ իմ ազգին զինվորներ, հերոսներ, չեմպիոններ։ Մնացածի հետ իրավունք չունեմ արտահայտվելու, իսկ որպես մարդ Հայաստանի Հանրապետության քաղաքացի շատ վատ եմ վերաբերվում, որ տենց են մոտենում մեր հերոսների հիշատակներին, շատ վատ է դա։ Չեմ ընդունում, որտեղ ասենք շատ սխալ բան է։ Մարդիկ իրենց կյանքը տվել են այս հայրենիքի համար, այս հայության համար, ու հիմա այտենց ասենք իրենց չեն հարգում ու չեն գնահատում։ Ուզում որ հարգեն, հիշեն, բայց ամեն դեպքում ճիշտ է, էլի, այդ զեմկեքում հերոսների նկարը դնելով առանձնապես մեծ բան չեն։ Դե կարծում եմ պիտի հիշատակի օր լինի, հիշատակման օրեր լինեն, որ դպրոցը ավարտել են, որ բուհը ավարտել են, կոնկրետ այդ տեղերում ստենդներ լինեն, բայց այդ պատզեմկեքում ինքան էլ պատվաբեր չի, չեմ կարծում, որ դա ճիշտ է։ Անմեղ այրունը ջնջել չի լինի։ Մենք ինչքան էլ ջնջեն մեր սրտից, մեր հոգուց ջնջել չի լինի։ Իսկ ինչպես պետք է այս տղաների հիշատակը վառ պահել քաղաքում, ինչ քայլերով։ Մենք պետք է իրենց հիշատակը վառ պահենք, այո, իրենց անունները միշտ մենք հիշենք մեր մեջ ու ամենուրեք, ամենտեղ պետք է հիշենք։ Իսկ քաղաքում տեսանելի դա ինչպես անդրադարձնել։ Քաղաքում գիտեք ինչ բարերով ասելու չի դա, ասեմ ձեզ։ Մենք հոգով սրտով միշտ իրենց հետ ենք, իրենք էլ մեր հետ են։ Բայց ինչ վերաբերվում է որոշ մարդիկ փորձում են ջնջել, որոշ մարդիկ փորձում են մոռանալ, դա անհնար է, ասեմ ձեզ։ Մենք թեկուզ գործի մեջ, թեկուզ փողոցում ամենտեղ ամենուրեք։ Մենք ճիշտ է, ես մայր եմ, բայց իմ մայրական զգացմունքը ոնց կարելի է, ասենք, անտեսել, նույն բանն է։ Բնականաբար լավ չեմ վերաբերվում հասարակության վրա, ուղղակի կարծում եմ, որ հիշողությունից ջնջելու նպատակ ունի, չգիտեմ, դա եւս կարծում եմ, որ պրոպագանդայի ձև է, էլի, եթե կա հիշեցումը, չկա մտքից ջնջելու նպատակ ունի, իրենք ջնջեն, մենք նկարենք, այսինքն յուրաքանչյուրի հետ պետք է խոսել իր լեզվով, իրենց զենքով։ Տենան շատ վատ եմ վերաբերվում։ Չեմ տեսել։ Շատ բացասական եմ վերաբերվում, որովհետև բացի հերոսի նկարները պատերի ջնջելուց, նաև իմ համալսարանում է հերոսի նկարները հեռացվել, որը իմ համար շատ բացասական ձևով է անցալվում ու
իմ համար այդ իրական շատ հուզիչ հարց է, որովհետև մեր հերոսների մասին յուրաքանչյուր պետք է իմանա ու յուրաքանչյուր երեխա փոքրուց պետք է իմանա, թե ում շնորհիվ է, որ իրանք կարողացել են իրենց գլուխը հանգիստ դնեն բարձին ու քնեն։ Շատ բացասական, շատ վատ։ Ահա որ վատ են վերաբերվում։ Դա ամենավատ երազում չի կարա պատկերացնել այդպիսի բան։ Ազգի պատիվը եւ հիշատակը ոտի տակ են դնում։ Դա մոռանալ եւ անտեսել հնարավոր չի, դա պետք է լիներ անսիշտ ֆաշիստ։ Կարծում եմ, ասենք Արցախի հերոսների նկարները պետք է մի առանձին, ասենք տեղ պետք է լինի, ինչ-որ ասենք ոնց որ հերոսների բան, ոնց որ ալի, ինչ-որ այգում լինի, ինչ-որ այգի, ասենք տարբեր թաղամասերում կարելի է, ասենք որտեղ որ մարդիկ հենց որտեղ որ իրանք ապրում են, ապրել են, այդ թաղամասում այդ այգում կարող են դնել այդ այգու, ասենք տարածքում, մուտքի մոտ, որ ասենք մարդիկ միշտ գան տեսնեն, բայց ինչ որ ամեն տեղ պատի վրա կապցնելը ես դա չեմ ընդունում։ Շատ է ազդում։ Ասենք նախ որ այդ հերոսների նկարները այդքան չի, որ բան լավ մարդկանց նկարները զոհվածների են կամ ինչ են բերեն կպցնեն պատին, թող ընդրանց ոսկե տարերով գրեն, ոչ թե բերեն նկարը կպցնեն մեկն էլ գա ջղի, դա հեչ Մենք միշտ իրանց հիշատակը պետք է վառ պահենք, այդ իրանց մասին որևէ նյութ տեսնելուց ինտերնետով պետք է տարածենք, մեր շրջապատում պետք է անդադ իրենց մասին խոսենք, մեր նոր սերունդին պետք է պատմենք իրենց մասին, ամեն բան։ Ճիշտ ասած ես ինֆորմացիա չունեմ, նման ինֆորմացիա չունեմ, չգիտեմ դա իրականությանը համապատասխանում է թե չէ ձեր ասածը, ամենայն դեպս բացասական են վերաբերվում։ Իսկ այս տղաների հիշատակը ինչպես կարելի է միշտ վառ պահել քաղաքում։ Նրանք միշտ պետք է մնան մեր սրտերում, միշտ պետք է մնան մեր սրտերում եւ միշտ իմ կարծիքով հաղորդումներ լինեն նվիրված մեր հերոսներին։